Հարգելիներս, եթե կարելի է շարունակելով Պարոն Կիրակոսյան, եթե կարելի է շարունակենք, հարգելիներս, հարց հնչեց, հա, այդ դեպքում ինչու ենք հարմար է, այսպես, հարգելիներս, հարց հնչեց, ինչու ենք մենք այդ պարագայում էստեղ, եթե բոլորի համար արդեն կանխատեսելի է, որ երեք երեկոյան պատահական անհապաղ կերպով տեղադրված ընտրական օրենսգրքի նախագիծը ամենայն հավանականությամբ ենթադրելի է, որ ժամեր անց կընդունվի, հա, այդ հրատապությամբ դրել են 10:30 խորհրդի նիստը, հետո ազգային ժողովի առաջին եւ երկրորդ ընթերցումներն են։ Մենք այստեղ ենք առաջին հերթին կանխարգելելու եւ իրազեկելու մեր հայրենակիցներին։ Հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հայր ջան, դուք բոլորդ պարտավոր եք պահանջատեր լինել եւ միջամտել ու թույլ չտալ, որ ձեր կամքի վրա այս իշխանությունը, որը օր-օրի կորցնում է իր հանրային աջակցությունը, այսպես գործիքակազմերով ներազդի։ Մենք ուղղակիորեն արդեն ավտորիտարիզմի ձևաչափ ենք որդեգրել, որովհետև ժողովրդավար երկրներում կան իշխանության ճյուղեր, որոնք տարանջատված են։ Մեր երկրում պարլամենտական, խորհրդարանական երկրում, որտեղ խորհրդարանը պետք է գործադիր իշխանությանը վերահսկի, խորհրդարանը դարձել է գործադիր իշխանության կամակատարի։ Ինչու ենք մենք այսօր այստեղ գտնվում։ Սա կոչ է եւ օրինակ է յուրաքանչյուր հայ մարդու։ Գնացեք հունիսի 7-ին տեղամասային կենտրոններ, կատարեք ձեր քվեն, որովհետեւ եթե դուք անվստահության արդյունքում հրաժարվում եք ներկա գտնվել եւ ձեր ընտրությունը կատարել, դուք ձեր բացակայությամբ կամ անգործությամբ ձեր քվեն, ձեր ձայնը տալիս եք այսօր գործող իշխանությանը։ Տիկին Մելոյան, միջազգային դիտորդական առաքելություն է արձագանքել ձեր այս կոչին։ Նաև մենք այստեղ ենք, որովհետև մենք հանդիպումներ ենք ունեցել Ուժեղ Հայաստան կուսակցությունը, հանդիպումներ են ունեցել միջազգային գործընկերների հետ։ Մենք հանդիպում ենք ունեցել ԵԱԿ-ԺՄԻԳ-ի հետ, հանդիպում ենք ունեցել Մաքենզի ինստիտուտի հետ եւ հանդիպում ենք ունեցել Ժողովրդավարության ինստիտուտի կներեք, հա, հստակ անվանումը ստեմ Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի հետ, որը դիտորդական առաքելություն է իրականացնում։ Արձանագրելու համար ասեմ, որ վերջինս արդեն իսկ հայտարարություն էր տարածել, որ Ուժեղ Հայաստան կուսակցության համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր առաջնորդը անազատության պայմաններում է, ընտրական գործընթացի հավասարությունը արդեն իսկ խախտված է։ Մեր գործընկերները կրկին անգամ հողում են կատարել Վենետիկի հանձնաժողովի լավագույն վարքականոնակարգին, հաշվի առնելով, որ սա առաջի դեպքը չի, ժողովուրդ ջան, դեռևս 1 ամիս առաջ ազգային ժողովում էլի արտահերթ եղանակով դիտորդական առաքելությունների հետ կապված այսպիսի միօրյա ռեժիմով կրկին օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ, կրկին հնչեցվել էր իմ կազմակերպության անվանումը, անվանական նախագիծ էր, հա։ Այս անվանական գործելակոչը պետք է դադարեցվի ու ամեն անգամ, երբ մենք հանդուրժում ենք, ամեն անգամ նոր կարմիր գծեր են հատվում։ Հիմա կոչը նաև միջազգային գործընկերներն են, բոլորը փակ հանդիպումներում լուրջ վրդովմունք ու զարմանք արտահայտեցին այսօրվա իշխանության գործելակոչից, որից իդեպ իրազեկված եւ տեղյակ չեն։ Մենք այստեղ մեր ներկայությամբ երկու կոչ ենք հղում, թե արտաքին աշխարհին, խոսեցին, հա, հիբրիդային հարձակումներից։ Սրանից ավելի բացահայտ, օրինակ, միջամտության ընտրական գործընթացի չի լինում։ Եվ սա կոչ է նաև մեր քաղաքացուն։ Մենք քաղաքացուն կոչ ենք հղում, որ ինքն է առաջնային աղբյուրը իշխանության եւ պետք է չհանդուրժի կրկին անկախ են հանգամանքից մեզ է սատարում, թե որևէ այլ քաղաքականություն։ Եթե ավարտեցիք, այո, ինչ գործողություններ կան Ուժեղ Հայաստանում, հիմա այստեղ ձեր հավաքվելով եւ ձեր այս ակցիայով ըստ էության Աժի ինտերնետի ոչնչով չեք խանգարում եւ նշանակում եք հնարքել եւ իշխանությունը բավարար քվեներ ունի այդ նախագծի համար։ Ինչ տարբերակներ կան այդ իրավական։ Պարոն Կիրակոսյան, մեր երկիրը արդեն տարիներ շարունակ ճգնաժամային իրավիճակում է։ Ցավոք սրտի, իրավական մեր խնդիրը սահմանադրական կամ օրենսդրական բացերի կամ թերացումների մեջ չի։ Նման իրավիճակներում, երբ իշխանությունը շրջանցում է իրավական նորմերը, սահմանադրաիրավական նորմերը, ենթադրվում են իրավական գործընթացներ։ Քանի որ արդեն որ երրորդ անգամ է լրջագույն սահմանադրաիրավական նորմեր են խախտվում, օրինակ դատարաններ են շրջափակվում վարչապետի կոչով, մարդիկ խաղ բանտարկյալ են դառնում ու որևէ արձագանք տեղի չի ունենում, դա կոչվում է
ճգնաժամ, մենք քաղաքական եւ սահմանադրաիրավական ճգնաժամային պայմաններում ենք։ Իսկ դուք ինչ եք առաջարկում։ Մենք հիմա լուր նստենք ամեն անգամ ու հանդուրժենք ինչպես է հերթական լրջագույն սահմանադրաիրավական նորմը խախտվում։ Մենք այո, ցավոք սրտի տարբերություն օրվա իշխանությանը, մենք մեզ կաշկանդում ենք օրենքով եւ իրավունքով, որովհետեւ մեր գերնպատակը վերականգնել Հայաստանի Հանրապետությունում այն արդարությունը, այն իրավիճակը, որտեղ իրավունքն է գերակայում։ Սա դիմելու ես հուսով եմ, որ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները կօգտվեն այդ գործիքակազմի ու համոզմունք ունեն, որ անպայման սահմանադրական դատարանում կվիճարկեն այս բացահայտ հակասահմանադրական նախագիծը եւ բացի այդ, մենք մեր գործողություններով նաեւ ես լիահույս եմ ու համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ միջազգային գործընկերներից է կտրուկ արձագանք ենք ստանալու։ Այնուամենայնիվ Ժորժ ջան, ես կրկին ընդգծում եմ, քանի որ ինչքան էլ հակաիրավական է գործընթացը, մենք Ուժեղ Հայաստան կուսակցությունը մեզ կաշկանդում ենք օրենքով։ Ու եթե այս օրենքը իրենք ընդունում են, այստեղ տեսեք, այստեղ մուրճն էլ մեղքն էլ իրենց ձեռքում է։ Մենք հնարավորություն չենք ունենալու, իրենց կերպ ու ցանկություն էլ չունենք իրենց կերպ խախտել օրենքները, ճնշել մարդկանց քաղաքացիական։ Օրենքը փոփոխություններ կարողացա գրել Սամվել Կարապետյանի հետ։ Ուժեղ Հայաստան, եթե մնաց քվեաթերթիկի վրա, դա ինչ-որ կերպով կնվազեցի ձեր հնարավորությունները, այսինքն շփոթում կարող է լինել, մարդիկ կարող են չիմանալ, որ դա ինչ։ Հարգելիներս, տեսեք ինչ խնդիր կա, քանի որ մենք համեմատաբար նոր քաղաքական ուժ ենք, բնականաբար մեր ճանաչելիությունը, ընդհանրապես ես կարծում եմ ընտրական գործընթացն է միայն Հայաստանի Հանրապետության, այլև միջազգային պրակտիկայում նման աճը, նման ճանաչելիությունը, նման հանրային վստահությունը այն պարագայում, երբ քաղաքական ուժի առաջնորդը քաղբանտարկյալը հիրավի աննախադեպ է։ Ես կարծում եմ նման երկրորդ օրինակ դժվար է գտնել, բայց բնականաբար, քանի որ հանրային ճանաչելիության խնդիր կա, փորձում են անընդհատ մեզ էլ չասեմ, ողջ լրակազմով, այս իշխանության ռեսուրսներով տարաբնույթ մանիպուլատիվ մեկնաբանություններ տալ, իրենց համար նպատակահարմար է Սամվել Կարապետյանի անունը քվեաթերթիկներից հեռացնել, բայց այնուամենայնիվ իրենք այստեղ կրկին հաշվարկների խնդիր ունեն, ուժեղ Հայաստանը ինքնին բարձր ճանաչելիություն ունի եւ կրկին ասում եմ, մեզ հապճեպ ցայտնոտի գործողությունները հստակ պատճառ ունեն։ Պատճառը սոցհարցումներն են, որին թե մենք ենք իրականացնում եւ հետեւում, թե իրենք են իրականացնում եւ հետեւում, թե անաչառ կազմակերպություններն են իրականացնում։ Սամվել Կարապետյանը այս պահի դրությամբ առաջատար է, Սամվել Կարապետյանը հավանության է արժանանում հանրության կողմից, Սամվել Կարապետյանը իրված առաջնորդ է մեր հանրության կողմից ու այդ մասին է վկայում իրենց հաշվարկը Ժորժ ջան, իմ գնահատմամբ ոչ, որովհետև առաջնային ճանաչելիությունը Սամվել Կարապետյանը ունի, մեր ուժեղ Հայաստան կուսակցությունը արդեն բավականին ճանաչելիություն ունի, մենք մեր խնդիրը այստեղ գտնվելու ոչ թե այնա, որ Սամվել Կարապետյանի անունը փորձում են հեռացնել քվեաթերթիկից, մեր խնդիրը գլոբալ է, մեր խնդիրը, որ միջամտություն են հակաիրավական թույլ տալիս, մեր խնդիրը այն է, որ փորձում են ամեն կերպ քաղաքացու կամքի վրա ներազդել։ Շնորհակալ եմ։